Բարև հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ անկախ լրագրող, գրող հրապարակախոս Գոհար Աշակյանին։ Բարև ձեզ, Տիկին Աշակյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ասելիքներ ունեմ։ Ասելիքներ ունեք։ Առաջին անգամն էր, որ ես չասեցի, վայ, չեմ ուզում բանման։ Կամ դժվարանում եմ ինչ-որտեղ։ Ես մի անգամից Տիկին Աշակյան, դե բնականաբար ինչու եմ ձեզ հրավիրել, եկեղեցի եւ փաստորեն պետություն այս հակամարտության մասին խոսենք։ Տարիներ առաջ դուք ինքներդ էլ մի շարժման մեջ եք, շարժումը Աթեշյանի կարգալույծանելու հետ էր կապված լուսահոգի Սարգիս Հացպանյանի գլխավորությամբ եւ բավականին կարելի է ասել ձեր շարժումը հաջողված եղավ, որովհետեւ ես հիշում եմ, որ Էջմիածնի ճանապարհն եք փորձում փակել, պաստառներով դուրս եկաք եւ նա եկավ գնաց ամեն դեպքում ամեն ինչ շատ գաղտնի արվեց, որպեսզի հանրությանը չկարողանան այդպես բորբոքել։ Հիմա ինչու է այս առճակատումը շարունակվում, ընդ որում կարծես թե հանրությունը սպասում է, որ Նիկոլ Փաշինյանը առաջի գրառումից հետո պետք է ինչ-որտեղ հանդարտվի, բայց վարչապետը խոստացավ, որ միջև վերջ է գնալու, քանի կար խոսում էին, այսինքն առաջինը որակավորեց Շուլանանոց եկեղեցիները պատճառաբանելով հակասանիտարական իբր կամ շինարարական այդ անփութությունները, դրանից հետո կուսակրոնության հետ կապված, իսկ հիմա էլ ասում է եկեք հանձնախումբ կազմակերպենք, կաթողիկոսի նոր ընտրություններ նշանակենք, մի խոսքով, ուր է գնալու այս ճգնաժամը իջե վերջ մեզ ուր է տանելու։ Սա շատ ցավալի իրողություն է, նախ վարչապետը թող իր գործերով զբաղվի, մեր երկիրը խառնաշփոթ վիճակում է գտնվում, հիմա այդ ամենը քիչ է, իբր իր բոլոր գործերն արել է, հիմա էլ մտել է կաթողիկոսարան կամ կաթողիկոս իմ աչքի լույսը չի, բազմիցս ասել եմ։ Իդեպ ես առաջարկություններ ունեմ անելու, որպեսզի հայ առաքելական եկեղեցին մաքրեն։ Դա ավելորդ պահանջ ա եղել այն գլխից, իդեպ ասեմ մեր լուսահոգի Գեորգ 5-րդ Չորեքչյան կաթողիկոսը պարզվում է, որ նախաձեռնել էր, որպեսզի մեր հայ առաքելական եկեղեցում լինեն անհրաժեշտ փոփոխություններ։ Իմ կարծիքով հենց առաջինը կուսակրոնությունը պետք է վերացվի, ելնելով մեր այս աշխարհաքաղաքական իրավիճակից։ Մենք Կուսակրոնությունը ընդունել ունեցել է, չէ՞, իր նպատակը։ Ինչ նպատակ, երբ դա չի ծառայում իր նպատակին, պետք է հրաժարվել դրանից, այս կաթողիկոսը, որ խելոք լինի, կհրաժարվի կուսակրոնությունից եւ շատ այն արհավիրքներ, որ տեղի են ունենում եկեղեցու պատերից ներս, չեն լինի։ Ով չգիտի թե ինչ մանկապղծություն, ինչեր են լինում, անգամ երբ որ ինքը եղբորը նշանակեց Մոսկվայում, հանեց այնտեղ ինչ որ մի շատ նվիրված հոգևոր հովիվ կար, դա Մոսկվա բնակների բողոքներ, որ հետո ասում բերեց այս Էրզրասին, դա հեչ համատեղելի չէր։ Ամեն բանը հիմա հիմք է դրել մեր երկրում։ Շատ ցավալի է։ Ես այնքան հարցերով նախ շատ նյարդայնացա, որ այդ կաթողիկոսի գործերը հիմի եղել էր, անցել էր, բոլորդ էլ գիտեք, հիմի ինչ ժամանակն էր։ 19 թվականից դրա մասին խոսում են եւ հիմա կարծես թե Բայց ինչ դրա ժամանակն է վերհանել նման շեղումները, ջահել ժամանակ սխալ արել, կուսակրոնությունը ընդունել, չէ՞ որ դա վաղ տարիքից է լինում։ Հենց այն հոգևոր ճեմարան ավարտելուց հետո պետք է այդ ապագա հոգևորականները որոշեն իրենք կուսակրոն են դառնալու, թե աշխարհիկ մարդ կմնան, ինչ որ այնտեղ պաշտոն կա, մինչև դպիրն է կարծեմ, կարող են եւ աշխարհիկ կյանք եւ ընտանիք եւ այլն ու շարունակեն ծառայեն եկեղեցուն։ Հիմա մարդն այն պահին սխալվել է կամ հետո սխալվել է, բայց մեր այս օրհասական վիճակում դնել, սկսել ինչ որ բաներից խոսել, ապացուցում էին, որ զավակ ունի, մի խոսքով հա թող ունեն ավելի լավ։ Ազգը մի ընտանիքով ավելացել։ Ես ստիպված եմ կողմ, որպեսզի այս կրակը հանդարտի, որպեսզի ամեն մեկը իր գործով զբաղվի։ Հիմա եղել է ինչ համար ասում էին գնանք նոր ընտրությունների, իսկ ինչու խախտել։ Այդ վաղուց էլի պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը ժողովուրդը, որ գնային անգամ կաթողիկե եկեղեցու բակում հավաքվեցին եւ այլն։
Գիտեք ինչ, թող հիմա հələ մեր աշխարհիկ հարցերը լուծեն, հետո դա արդեն անցյալ է, մնացել է հետևում, դա հիմա հարց չեն լուծում, սա ուղղակի Ինչու է հիմա փորձում հարց խառնաշփոթ առաջացնել, ժողովրդին ապա կողմնորոշեն, ժողովուրդը չէ որ հանձնախմբի մասին է խոսում, չափորոշիչներ է այնտեղ տալիս, ով մեծ պահք է պահել, ով քանի անգամ է օրվա մեջ աղոթում, այսինքն անհեթեթություն, ամբողջությամբ, այդ ռեֆորմը, որ Չորեքչյան ուզում էր անել, իդեպ լուսահոգի Չորեքչյան ասում է նաև կին ուներ, որ հետ ամենուրեք տանում էր, նա ուզում էր ռեֆորմ անցկացներ հայ առաքելական եկեղեցում, ինչին ես կողմ եմ, վերջապես այդ կաթոլիկ եկեղեցում էլ մանկապղծություններ են լինում, չգիտեմ ինչեր, նման բաների արատների դեմ պայքարելու համար, հիմա ժամանակի թելադրանքով պետք է մեր եկեղեցին կուսակրոնությունից հրաժարվի, որպեսզի չգնան այն սքեմը ձգեն վրաները, իսկ երկիրը անպաշտպան, թերևս մեր հայ առաքելական եկեղեցունի պատիվ պետք է ասեմ, շատ հոգևորականներ Սարդարապատի ճակատամարտում էլ մասնակցեցին, Ղարաբաղյան պատերազմին էլ մասնակցեցին եւ ինչու այս բարդ կյանքը առանց էլ առավոտի ծիրիկուն ներվատրյոպկա է, հիմա էլ սա են գցել մեջլիս, հա գիտեն, բոլորն էլ գիտեն, բայց դրա ասելու ժամանակն է, չեմ կարծում ասելու ժամանակը եւ իսկ բովանդակությունը ձևը համացանցով ձևը ես արդեն զզված եմ այդ ամեն ինչից, գիտեք ոնց որ բան անեն, անverջ քչփորեն, ինչ-որ բան թարմ պահելու համար ժողովրդի ուշադրությունը շեղեն ամենակարևոր հարցերից։ Նիկոլի հրաժարականն էլ է ժողովուրդը պահանջում, կանգնե ասում է դա ժողովրդի պահանջն է, բայց չէ որ քեզնից էլ են հրաժարական պահանջում։ Ըստ իս մեր կաթողիկոսն ու այս վարչապետը իրար արժանի են։ Իմ կարծիքով ճիշտը դա է, որ մի քիչ իրենց լեզուները քաշեն իրենց ու վարչապետը մտածի երկրի մասին, ոչ թե մտածի կաթողիկոսի անկողնու մասին, դա չգիտեմ, նորմալ չի դա, ընդ որում ինքն էլ մի օր հայտարարեց, ես իր վերնից լսել, որ ինքը կնոջ հետ չունի օրինական զաքսավորված, բա ինքն ինչով է զբաղվում։ Դե հիմա արդեն դրա դա էլ է դարձել քննարկման առարկա եւ Բայց դա վաղուց է, հիմի բերենք, ինչ անենք, առանցելն էլ մեր վիճակը գերնյարդային, մեր երկրի վիճակը օրհասական է դարձել։ Թող ինքը գնա մի քիչ իր կրթությունը բարձրացնի, կրթական մակարդակ։ Ինչ, էդի ոչ թե կրթում է, այն որ փափուկ ռեյով փոխեն ու թնել տայով Այ կստացվի, որ դա կրթվելը նորաձևություն է, բայց ոչ կրթվելը, սիրելիներս, դա մեծագույն, մնայուն արժեք է, մի խեղաթյուրեք, այդ բառն էլ բռնաբարեցին նորաձևություն բառը կրթվելը չի կարելի, դրանք իրար կողքի դնել, դա միայն անգրագետ ինչ-որ ուղեղիկի պրոդուկտ է, որ ինքն էլ հասնում է Սյունիք ու, հասնում է Սյունիք ինչ փափախով այն 50-ական, 60-ական թվերին երևի ասում է հարևան երկրի գլխարկներից ապուշա ինչա ես չեմ հասկանում ոնց կարելի է մարդը իր ինքնասիրություն իր ազգի պատիվը նման ետնովը տա հոտաղի գլխին դուք հիմա չեք տեսնի մեր Սարերը գնաք, մեր խաշնարածները հիմա այդպիսի գդակ չեն դնում, դա դրել են 60-ական թվերին եմ ես տեսել, որտեղից է դա ճարե, թե իլամն է իրան նվեր տվել, այդ գդակով ուր է ներկայանում, այնքան սխալներ ունի այս վարչապետը, որ այսպես որ մոտենամ հատիկ տեղ չի մնացել, լրիվ մերկանում Տիկին Աշակյան, հատիկ հիմա ինչպես Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, մենք էլ փորձենք եկեղեցի եւ պետություն։ Տեսեք օրի մարդիկ կան, հասարակական գործիչներ կան, ովքեր առաջարկում են հաշտության գնալ։ Շիրակի թեմի առաջնորդն ասում է, որ սա պատերազմ է եւ ձեռնոց է նետել պետությունը, բայց պետությունն էլ այդ ձեռնոցը հետ պետք է վերադարձնի։ Այսինքն ոչ այս կողմից ենք տեսնում զիջում, ոչ մյուս կողմից ենք տեսնում զիջում։ Ուր է տանելու այս իրավիճակը։ Գետի վրայի գցած կամրջի վրա հանդիպումն է, պարզ է ինչ է լինելու։ Բայց նորից եմ ասում, այդ հարցը կարող են շատ գրագետ, շատ գեղեցիկ շրջանցեն, մեր եկեղեցին կարիք ունի վերակառուցման, այդ հազարավոր դարերի ընթացքում ընդունած այդ օրենքները այսօր արդիական չեն, հատկապես կուսակրոնությունը, ու լավ գիտենք ինչեր են կատարվում, չեմ ուզում
պղտորել մեր եթերը, ինչ-որ բաներ փաստերել կան, բայց դա պետք չի, ասում եմ, Գևորգ Չորեքչյանը, հենց ինքը ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը ինձ մի օր պատմեց այդ մասին, կուսակրոնության եւ այլ հարցազրույց էի վարում իր հետ, ու ինքը ասեց, որ նա ուզում էր եկեղեցին փոխել, եթե 50-ական թվերին արդեն պահանջը կար եկեղեցին, ինչու 21-րդ դարում չեն փոխում եկեղեցու կարգ ու կանոնը եւ հատկապես կուսակրոնությունը պետք է հանեն մեր առաքելական եկեղեցուց, որպեսզի մեր երկրի պաշտպանությունը առավել լիարժեք լինի եւ հոգեվորականները ինչու՞ չէ նրանք էլ թող սերունդ տան, թող ապրեն իրենց գաղափարով եւ միաժամանակ ծառայեն երկրին, ոչ միայն Աստծուն ու եկեղեցուն եւ այլն, դա աբսուրդ է մեր այս ճգնաժամային օրերում կուսակրոնությունը դավանելը աբսուրդ է, պետք է հրաժարվել, դրանից հրաժարվելով շատ մեղքեր մի կողմ կդրվեն, բնական է, նրանք չեն մաքրագործվի, բայց ինչ արած, պետք է ելք գտնել, ոչ թե ճակատի տալ։ Բայց միայն խնդիրը դրանում չեն տեսնում, հանրության մի որոշ հատված հիշատակում է, որ Արցախյան այդ բլոկադայի ժամանակ, Արցախի հայաթափման ժամանակ եկեղեցին դուր էին Ձեն չհանեց։ Ես հիշում եմ, մի քանի պատճառաբանություններ են փորձում այսպես մի ծաղկաբույլ իրականացնել եւ իր համար հանգիստ Էջմիածնում նստած էր, իրան նեղություն չի տվել այս կաթողիկոսը, բայց եւ դնել անցյալի, չգիտեմ, սխալների համար հիմա մարդիկ կան, որ ֆանատներ են, եկեղեցու ֆանատներ են, ես ֆանատ չեմ, միշտ էլ ես ասել եմ իմ տեսակետը, ես անգամ քրիստոնեության համար մտածում եմ, որ մենք ընդունեցինք քրիստոնեությունը ու դառանք մատաղացու ազգ, մենք մեր հին աստվածներին դրեցինք մի կողմ, մեզ ասեցին, խփում են դեմքիդ, մյուս այտդ էլ դեմ դուր, ով ասեց, այնքան բաներ կա մեր հայ առաքելական եկեղեցում, ինքնապաշտպանական բնազդը հանված է, ուստի հիմա ես առաջարկում եմ Գարեգին Բեին, որ ինքը ռեֆորմներ անցկացնի եւ ինքն էլ այդ մեղսագործությունից կազատվի ինքնաբերաբար, եթե ու ինչ որ հարցի մի կողմը կլուծվի, այդ բաները քրիստոնեության այդ չգիտեմ հնազանդ եղի, չգիտեմ ինչ եղի, պատվիրանները ամենևին էլ հիմա արդիական չեն, ուրեմն ժամանակն է եւ դեռ ուշացած մեր եկեղեցու վարքը վերլուծելու, նոր կանոնակարգ ընդունելու, ես հիշում եմ... Իսկ արդիական է եկեղեցու միջամտությունը երկրի քաղաքական գործերին։ Չէ, արդիական չի եկեղեցու միջամտությունը, բայց եկեղեցու անհատների առանձին մարդիկ, նրանք եւս քաղաքացի են, քաղաքացի են եւ այլն, նրանք պարտավոր են մասնակցել, ոչ թե եկեղեցին ինքը դուրս գա, այլ եկեղեցու այդ սպասավորները, մարդիկ, որոնք եկեղեցուն են ծառայում, մարդիկ նաև քաղաքացիական կյանքով են ապրում, ուստի տրամաբանական է, որ Հիմա Բագրատ Սրբազանը ինչ է անում ըստ ձեզ։ Ես հիմա չեմ հետևում այն շարժումը, որ սկսեց, դա շարունակվում է։ Ես սկզբից կողմ էի Բագրատ Սրբազան, նախ այդ Սրբազան բառը հեշտ չեմ սիրում, ես անգամ գնացել եմ բան եմ գրել, այդ Սրբազան բառը չեմ, արքեպիսկոպոսը Դիլիջանի թեմն էին հիմնում ինչ, ու ես այնտեղ չօգտագործեցի Սրբազան բառը, որտեղ դա շատ վիճահարույց է, մեկ, երկրորդն էլ այդ Բարի արժեքը պետք է իմանալ, որ չասեն Սրբազան, իհարկե գուցե Բագրատը արժանի է, որտեվ ես հետո իր կյանքն ուսումնասիրեցի իր դիրքորոշումը, ուղղակի նաև միամտություններ, որ շատ մարդիկ եկան միացան իր շարժմանը եւ իր շարժումը հեղինակազրկեցին, փչացրին, այսպես ասած։ Ինչ ասեմ, այդ եկեղեցու խնդիրը լուրջ խնդիր է։ Այդ թող մեր կաթողիկոսը մտածի, ես կյանքում չեմ մոռանում 96 թիվներ, Վարդանանց տոններ նշվում, փետրվար ամսին ես ռեպորտաժ էի պատրաստում, Մայրաքաղաք հեռուստացրագրում էի աշխատում, ցուցահանդես էր բացվել Արարատյան թեմում Սուրբ Սարգիս եկեղեցում ու մեկնաբանում էի հարցազրույց ինքը այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդն էր Գարեգինը ու հարցնում եմ բանը, մենք բոլորս վաղ հասակից ծանոթ ենք 451 թվականին Տղմուտ գետի ափին մայիս ամսին ֆլան ֆստան մի խոսքով, ինչու ճակատամարտը տեղի ունեցել մայիսին, իսկ մենք բան ենք անում, փետրվարին ենք նշում, Վարդանանց տոնը,
հարցրեցի ուղիղ այդպես, հետո ձեն չհանեց, ասենց ինքը խոսքերի մեջ խուսափեց, չպատասխանեց ինձ։ Հետո մի փոքր հետո նորից հարցս ուրիշ կերպ շրջեցի, որ 1026 հերոս ենք տվել մարտում զոհ ենք տվել եւ այլն ու նրանց հիշատակը սենց ունեց ինչի փետրվարին ինձ էր հետաքրքրում որպես հայ մարդ որպես հավատավոր բան հայ առաքելական եկեղեցու հետևորդ էլի չպատասխան մի ձև էլ շուռ տվեցի հարցը չեք պատկերացնում հետապնդում է հետո հասկացա որ ինքը չգիտի թե ինչու Մայիսյան այդ պատերազմի զոհերին կամ այդ տոնը իրանք նշում են փետրվարին ըստ երևույթին այդ իմ բացատրությունը, ես չգիտեմ, նա հետո սովորեց գնաց իմացավ թե չէ, բայց իմ կարծիքով, քանի որ սրբադասվելու համար ժամկետներ են հարկավոր, եկեղեցին երևի այդ մայիսից հետո մտածել է, այդպես հասել է, որ փետրվարին են որոշել սրբացնել, այդ զոհերը սրբադասված են։ Ու շատ երկար տարիներ նրանցից հետո սրբադասված մենք մարդիկ չենք ունեցել։ Ու Հավանաբար սրբադասվելուց հետո այդպես մնաց ամրացավ փետրվարը, բայց ես էլի երկմտում եմ, թեկուզ դա կարևոր չի, կարևորն այն է, որ մենք հիշում ենք, բայց ինչի եպիսկոպոս էր այն ժամանակ, ինքը չպետք է իմանար այդ մասին, որ ես մինչև հիմա հիշում եմ, քանի անգամ հարցը շուռ-մուռ տվեցի, էլի չասեց, վերջը ինչև է, թող Գարեգին երկրորդը գնա իր գիտելիքները մեր պատմության մեջ գտնի, համալրի, իսկ Նիկոլն էլ, ահա որ վտանգ ասեմ, փաստ ասեմ, չգիտեմ ես ինչ ասեմ, որ գնաց այդ Ժնևյան հանդիպումները, Ալիևներ այնտեղ, որ դրոշը թարս բերե դրել են իր առաջ, ես չգիտեմ արարողակարգ է այնտեղ մեր ԱԳՆ-ի աշխատողներն են արել, թե դիտավորյալ դա շուռ են տվել, նա մի հատ շուռ չտվեց ասել, սա իմ երկրի դրոշը չի, կամ սա տարեք, հեռացներ, ուղղակի մի ժեստով, պետք չէր քամի փոթորիկ անել, ուղղակի զգուշորեն նկատում եք, որ փոթորիկ անելու ավելի առաքական լուրջ տեղական, իսկ եկեղեցին այդքան լուրջ չէ, Տիկին Աշակյան։ Չէ, եկեղեցին շատ լուրջ է, բայց նա մեր ամբողջ ազգաբնակչությունը չի ընդգրկում։ Երկրորդն էլ ում ինչ հարցն է, դա եղել անցել պրծել է։ Դա այդ խաթունը ընտանիք ունի, այդ խաթունը բժշկուհի է դարձել, հիմա ինչ-որ սխալի մարդկային ճակատագրեր են, ոնց եք դուք հանդգնում հենց այնպես բարձրացնել ու ասել կամ չեք քննում, հետո ինչա կաթողիկոս ընտրվեց, բայց բոլորս էլ լավ գիտենք ինչ ձևով նա ընտրվեց։ Ընդ որում դրա մասին են խոսում, հիշեցնելու, շատ ուշ են խոսում, հիմա դրա ժամանակը չի, ասում եմ մեր կաթողիկոսն ու մեր վարչապետը իրար արժանի են, թող նստեն իրար հետ զրուցեն եւ հասարակության առաջ չգցեն, իսկ որ մեր հայ առաքելական եկեղեցին ռեֆորմների կարիք ունենել շատ լավ ռեֆորմեր, ես ասում եմ, որ Չորեքչյանը պատահական կաթողիկոս չէր ու նա նախաձեռնել էր հայ առաքելական եկեղեցու ռեֆորմները, ինչու չհետևել այդ մտքին, օրինակ կարծեմ Խրիմյան հայրիկն էլ են մինչև կաթողիկոս ընտրվել, դե մեծ տարիքում որ ընտրվել, մինչև երեխա ունեցել, սերունդ ունեցել եւ այլն, ոնց սենց անհետ ջուր ծեծոցի մարդկանց ուշադրությունը շեղեն, որ ոչ մի ասում եք երկուսի հրաժարականն էլ հանրությունը պահանջում է, ով կարող է օրինակ ծառայել, Տիկին Աշակյան։ Թող երկուսն էլ հրաժարական տան կամովին, այդ ինչ որտեղ իրենց արժանիք կբերեր, բայց բանը դե ինչպես կաթողիկոսները, ինչպես պապերը, մինչև ցմա բանը այդպես վիճակ ունեն, այդ դա էլ թող բան անեն, ռեֆորմների մեջ մտցնի, եթե առողջական խնդիր ունեն, թող հեռանան ժամանակին, ոչ թե այն Հռոմի պապը ինչ էր դառը, այնտեղ էլ իր թիկունքում ստորագրել տվեցին, Ալիևը տարավ, այնտեղ քարտուղարը ահա որ կաշառակեր եսի մինչեր, այն պապը որ մահացավ, նա տեղյակ էլ չէր այդ հայկա բանի քրիստոնեությունը իբր Ադրբեջանում չգիտեմ ինչ կազմակերպեցին, առիթից օգտվում է Ալիևը, ամենուրեք բզում է, ամենուրեք ինչ-որ շահեր է փնտրում, իսկ այստեղ մենք… Իսկ այս ձևով մենք Ալիևի բզբզոցների վրա ջուր ենք լցնում, թե ոչ։
Իհարկե, նրանք նստած ուրախանում են։ Փաշազադեի հայտարարությունը Հա, ամոթ չէր, մտամ իրանք ինչ են, մի հատ էլ քննության են առնում։ Այն որ մեր եկեղեցին երկար տարիներ փոխարինել է մեր պետականությանը, դա փաստ է։ Մենք պետություն, թագավոր, չգիտեմ ինչ չենք ունեցել երկար դարեր շարունակ ու այդ միսիան կատարել է եկեղեցին։ Թերևս ասեմ, ես լավ քաջատեղյակ եմ պատմության անցքերին, այն թվերին, որ այս եկեղեցու ազդեցությունն ու եկեղեցու խաղերն են, որ մեր գրերը ոչ թե 405 թվականին գնաց Մեսրոպ Մաշտոցը գտա, այլ թաքցրեցին այն բարբարոսաբար, որ ոչնչացրեցին մեր, ինչ ասեմ, մեր տաճարները լուսավոր, քրմերին ոչնչացրեցին եւ էլ դա քրիստոնեության գործն էր։ Ուզում եմ ասեմ, մի այդպես բան չեմ, քրիստոնեությունը մեզ շատերը ասում են իբր առաջադիմություն է, ոչ, մեզ հետ է տարել։ Միայն մեր թվով մենք հիմի 4500 եսին որ թվում ենք մեր հայկական բանով, այդ մինչև քրիստոնեությունը մեր ունեցած թվագրությունը նկատի ունեմ։ Ուրեմն թվականով հետատար է, մեր գրերը կորցրել են, շատ հմտորեն թաքցրել են, չգիտեմ դե ասորի Դանիելն ա գտնում ինչ որ տալի, հետո մեզ ասում են այլ երկրների առաջադրանքներն է կատարում գործակալներ կան նրանց մեջ։ Ես չգիտեմ, բայց պետք է արժանին մատուցենք։ Տիկին Աշակյան, այստեղ գիտեք, որ երևույթին եմ ուզում անդրադառնալ։ Թեմաներ կային, խնդիրներ կային, որոնց հանրությունը չէր բարձրաձայնում, հանրությունը չէր մասնակցում այդ քննարկումներին։ Դրանք եղել են բանակը, եկեղեցին, այսինքն ինչը պատճառ դարձավ, որ այսպես ազատվեց դաշտը եւ ով ինչ կարողանում է ասում է, ընդ որում համացանցում առաջին հերթին անտերությունից, հետո մեկ էլ, չգիտեմ, խոսք ասելու մարմանջ ունեն, ես հասկացա շատ-շատերը, մի փոքր առիթ էր պետք, կամ ինչ-որ մի առիթ, որպեսզի եթե դուրս գան իրենց ներկայացնեն, իրենց ասելիքը ասեն, մինչդեռ օրինակ մեր այն երեխեն, որ մեծ ցավ ապրեցի, 2 տարեկան երեխան, որ բանը, այդ առիթով ով ասես ելույթ ունեցավ, եղբայր, ուրիշի ցավի վրա, մենակ ցավակցել կարելի է, էլ այդքան սարքում եք մատի փաթաթան, բոլորիս ցավերն էլ իրար եք տալի, ուրիշ ոչինչ, մտեք այդ մարդկանց դրության մեջ, ես հասկացա մեր ժողովուրդը կարա իր ուղեղն անջատի և սկսի խոսել, մենակ մի հատ շաբաշ տան, այսպես ասած, դա թյուրիմացությունը ամեն ինչի մեջ ընկնել է, հիմա ով ասես ինչ, հա, բանը, ես ուզում էի նաև հատուկ նշել, այդ կրթվելը, որ կրթվելու մասին կխոսենք կարճատև գովազդային դադարից հետո, Տիկին Արշակյան, կամփոփենք եկեղեցու թեման եւ կանցնենք կրթությանը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտորին, որից հետո կամփոփենք եկեղեցի պետություն։ Այս պահին զանգը անջատվեց։ Տիկին Աշակյան, մինչ կրթության անցնելը, մի խոսքով դուք գտնում եք, որ հաշտության եզրեր հնարավոր է գտնել եւ անհարմարել է։ Մենք հիմա այստեղ եթերից խոսում ենք հաշտեցնել կամ ինչ որտեղ կոչեր են անում հաշտության, որտեղ դա այն ինստիտուտն է 1700 տարվա պատմություն ունեցող, ինչպես դուք ասացիք, թագավորները եղել են, գնացել են, իշխանությունները փոխվել են, բայց եկեղեցին միշտ եղել է հանրության մեջ կին, եկեղեցին միշտ եղել է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, իշխանությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին էլ պետք է վերադարձնենք։ Շիրակի թեմի առաջնորդը պնդում է, որ եկեղեցին անջատ չի եղել երբեք հասարակությունից, այնպես որ, ինչպես դուք եք ասում, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Հետև ենք զարգացումներին, այն որ ռեֆորմների կարիք կա, դուք պնդում եք, այն որ կարող են նստել եւ խոսել, դա էլ եք պնդում եւ ինչպես ասացիք, երկու կողմի հրաժարականն էլ հասարակությունը պահանջում է, թող ինչ որ մեկը քայլանի։ Զանգ ունենք, լսենք, շարունակեմ ես։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք, եթերում եք դուք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո։ Լսում ենք։ Հիշում եք, որ առաջի անգամ Նիկոլը նոր էր նստել, ժողովուրդը դժգոհեին, ասեց իրա ժողովուրդին էր ասում, հայերին էր ասում, կխփեմ, ինչ պիտի անեք ինձ, ասեք տեսնեմ, կխփեմ պատին, կփռեմ ասֆալտին։ Հիշում եք նրա այդ բառերը։ Ու նա այդ ասում էր հայ ժողովրդին։ Հիմա էլ նույնն ասում շատ բաներ։ Ես մեծ կին եմ, սիրտս ցավում է, բայց մոռանում եմ ու հուզվում եմ, չեմ կարողանում շատ Դա խաղաղ է, շնորհակալ ենք զանգի համար։ Մեզ հիշեցնում են։
Հա, ճիշտ է հիշեցնում։ Ոչ մեկ էլ չի մոռացել այդ մուտքը։ Մի սրտի հիվանդ մարդուն չփռեցին գետնին օպերայի մոտ, չգիտեմ ինչի համար էր, որ մարդն այն մեր սիրտը մղկատում էր, ոնց որ բարբարոս ցեղեր հարցակված լինեն։ Մեկ մարդու կամ մեկ երեխու բռնած քաշքշում են այս կողմ մեկ կողմ, մեքենա են նստեցնում։ Տիկին Աշակյան, զանգեր շատ ունենք, մի երկուսը լսենք, որ հետո ընդհանուր հարկը պատասխանեք։ Լսում եք ձեզ, դուք եթերում եք։ Okay, բարի ձեզ։ Բարի ձեզ։ Ուրեմն հարցս այսպիսին է։ Ուրեմն երբ որ եղա մեր պարտությունը 44-րդ պատերազմի մեր ամենահայտնի հայոց կաթողիկոսը ելույթ ունեցա, որ ժողովրդին հոգևոր ուժ տա, հայրենասիրությունը ուժեղացնի, ասում ենք կանոն կարեցինք եւ այլն, եւ երկրորդ անգամ ինքը ցույց տվեց, որ ինքը ռուսամետ է, բացի դա պետք ինքը ելույթ ունենա, թեկուզ եթե իշխանությունը չի թողում, որ հեռուստադիտելով ելույթ ունենա, մենք ընդդիմական ալիքներ ունենք, կարող են դեղի ժողովրդին ելել հոգևոր ուժ տար, ասել մեր հայրենիքը առաջինն է, մենք պետք է մեր լեզուն, մեր հայ լեզուն, մեր երկիրը պաշտպանենք, մենք հզորացնենք։ Շնորհակալ ենք։ Ոչ մի դեպի բան չալիս ինչ-որ բանինա Փաշինյանն է վերաբերում, Փաշինյանը մնացել է կրակի մեջ, ընդդիմությունը մի կողմից, Ռուսաստանը մի կողմից, Թուրքիան մի կողմից, Եվրոպան նա մենակ է մնացել, չի մանում ինչ անի, եկեղեցին նադի վրա է տալի, փոխանակացի իշխանությունները որոշ բաները սխալ են անում։ Դա շնորհակալություն, հասկանալի է միտքը, թույլ մենք հնարավորություն ունենք պատասխանելու եւ մյուս զանգեր։ Տիկին Աշակյան, կաթողիկոսը չի խոսել պատերազմից, այսինքն պատերազմից հետո հորդորը հայրական հորդորով Նիկոլ Փաշինյանին առաջարկեց հեռանալ իշխանությունից։ Մենք ունեինք հոգևորականներ, որոնք հենց կարծեմ ռազմի դաշտում էլ էին։ Այնպես որ այդտեղ կաթողիկոսի միսիան, չգիտեմ, այն որ ձայն չանեց շատ սխալ էր, չդատապարտ այդ ժամանակին, բայց ոչ միայն պատերազմը, մի տարի շարունակ մեր ժողովուրդը քաղցած այդ բանի մեջ էր, օղակի մեջ էր, դա մոռանալ չի լինի, այդ ժամանակ էլ նա ձայն չհանեց, դե նա արժանի չի մեր ժողովրդին, ես այդպես եմ Դրա փոխարեն հիմա են ձայն բարձրացնում Արցախի հոգևոր արժեքների խոսք կա, չի ասում, после обеда горчица не надо ռուսերեն ասի կներեք, ճաշից հետո մանանեղ ռուսական ազդեցությունը կա եկեղեցու։ Դե ռուսները ամենուրեք են, բանը, այն լեգալ ու անլեգալ լիքն են, շատ հնարավոր է, բայց այն բանը Կիրիլը ռուսական թեմի առաջ հրավիրում է ինչ-որ մերի բային սուրբանային նշանատալի, արդեն քրիստոնեությունը արժեզրկվում է այդտեղ, սարսափելի արժեզրկվում է։ Միկը այն դեպքում, երբ Արցախում մեր մշակութային կոթողներն են տապալում, հավասարեցնում հողի, իսկ ինչ կասեք, որ Նիկոլ Փաշինյանը իրոք անելանելի վիճակում է մենակ է մնացել։ Այո, նա անելանելի վիճակում է, բայց բոլոր վատ վիճակներից ասում են լինում է երկու բարեհաջող ելք։ Ոչ ելքը, ելք չլնել, դա մահն է։ Բայց ինչ է անելանելի վիճակում, Տիկին Աշակյան։ Գիտեք ինչ, նա շատ վատ ժառանգություն ստացավ նախորդներից, ես ասել եմ, կրկնվում եմ այս պարագայում, այդ կլանը, որ եկավ, բսկտեցին, թալանեցին, սրա վրա գլորեցին։ Ու ինքը, նախ ինքը պիտի չմտներ այդ բեռի տակ, երբ որ զգում է, որ իր ուժը սահմանափակ է դրա նկատմամբ, սեփական ուժերից վեր ծանրություն վերցնելը նույնպես անբարոյականություն է, ես այդպես եմ կարծում, իսկ եմ, որ ինքը շատ անելիքներ ունի, երկրում շտկելու, այնքան բաներ, մեր Սասնածռերին ինչի մցրեց, բանտեց, ու չեն անդրադառնում, երբ որ դե շատ խելացի գլուխներ ազնիվ մարդիկ կան, մեր Վարուժան Ավետիսյան իսկական վարչապետ է, եթե այդ շարժումը չլներ հուլիսյան, Սասնածռերը բողոք չանեին Սերժի դեմ, ինքը գալու էր իշխանության, ինքը չէր գալու իշխանության,
ինքը անհեռատես, կարճատես մարդ է, ինքը քաղաքականություն չի հասկանում, ինքը տնտեսություն չի հասկանում, ինքը անգամ բանակ չծառայած տեղը դարձել է գերագույն հրամանը, ծիծաղելի աբսուրդի թատրոնում ենք մենք, դրա համար արդեն հեռուստադիտողներս հայկական ոչ մի ալիք չենք էլ ուզում նայել։ Նայում ես ու ապշում ես, ամենուրեք կեղծություն է, ինքը շատ անելիքներ ունի, միայն ասվալտ փռելը, մանկապարտեզներ կառուցելը, դպրոցները վերանորոգելը չի երկրի շինությունը, ինքը երկիրը պետք է իմի բերեր, այդ խառնաշփոթ է ստեղծել, ինչ է նշանակում մեր թոշակառուներից վիճակը, ինչ է այսօր, նախ տրանսպորտը խառնեցին իրար, չգիտեմ քանի ձևի, լավ, ես հաշմանդամ մարդ եմ, տրոլեյբուսից օգտվում էի և իմ իրավունքը չէի ցույց տալի, 50 դրամ վճարում գնում էի, որպեսզի հաշմանդամների համար այդ միակ էլեկտրատրանսպորտ աշխատի, իսկ հիմա միանգամից 3 անգամ թանկացրել են։ Եվ խոստացած հիմա թվականակը չեն կարողանում ապահովել, պատճառաբանելով, որ գումարները չեն հավաքվել, ակցիաներ են Դրա համար ուզում են 300 դրամ անեն, բայց ոչինչ չեն ստանա, էլ բացարձակապես ժողովրդին այնքան են զզվացրել, այդ մանր-մունր կենցաղային հարցերի մեջ խեղդել, ձեզով ասես, դուք ինչ իրավունք, մի ծուր բերան փող քաղաքապետ կար, չգիտեմ հիմա երևում է թե չէ ջահել երիտասարդ էր, ինչ էր անունը, չեմ կարող հիշել, գիտեմ որ համթլուշ էր, թլվատ էր խոսում, համել բան էր, այդ տրանսպորտի հարցերով էր ներկայացնում, թե ոնց այս փաթեթ է, այն փաթեթ է, գնացեք այդ փաթեթները ձեր գլխի մեջ մի հատ դասավորեք, տեսեք դասավորումա թե չէ, նոր փաթաթեք ժողովրդի վզին, խառնաշփոթ, կամ այդ ով ասում, բանը, վարձը, բնակ վարձը պետք է վճարել քառակուսի մետրով։ Այ ապուշներ, հերիք չի մտնեք դուք թոշակառուների գրպանները։ Շատ լավ գիտեք, որ այդտեղ միայնակ թոշակառուներ են հիմնականում, տնպահներն են ապրում, որ այն հույսով, որ զավակները գուցե հետ կգան։ Հիմի իմ գործընկերներից կենտրոնում վաճառեք, գնացեք ծայրամասերում բնակարաններ գնեք եւ իրավաբան դա կենտրոնում ապրի, իսկ կենտրոնի սերնդես, սերունդ կենտրոնում ծնված մեծացած մարդիկ տեղափոխվեն բաները, հա։ Թող ինքը ուրիշի գրպանը չմտնի, կարողանում այդ թող ճիշտ ղեկավարի, թող նման, ախր այդ հանճարեղ հիմարություններ են, ասում, անչափելի, անհամեմատելի, իմ գործընկերներից մեկն ասում է, ես հիմա մենակ եմ ապրում, երեխեքս Անգլիայում են, թոռներս Անգլիայում են, 80 քառակուսի մետր է, ուրեմն ասում էին վերևն ապրում է 10 հոգյանոց ընտանիք, հիմի իմ ստեղծած աղբն է, շատ թե նրանց, այս ինչ են անում։ Չէ որ նման օրինակներով ժողովուրդը տեսնում է ու խիստ հիասթափվում է այդ ղեկավարությունից, այնտեղ նստած պատվեր կատարողներից, մի բան են շրջանառում, հա, մի բառը գտնում են, բա մեր այս հեռուստա լրագրողները հանճարեղ միտք են գտել բանը կրթությունը նորաձև է, ամեն ձևով ուզում են մարդկանց գլուխը մտցնել, տո դուք որտեղ եք, որ կրթությունը այս ժողովուրդը ավելի վաղ ընտրել է եւ կրթությունը դա մնայուն արժեք է, երբեք ժամանակավրեպ չի, նորաձևության հետ էլ ոչ մի կապ չունի, մանավանդ հայերիս համար, մարդիկ տունը ծախում են, որ երեխային կրթության տային, այս անգրագետները եկել են, ինչ որ հեծանիվ են հայտնաբերում, ու մարդկանց էլ վիրավորում են իրենց վերաբերմունքով, ով ասել աղբահանությունը քառակուսի մետրով, ծիծաղեն ձեր վրա, աշխարհը պիտի ծիծաղի, ով է ասել այս փոխադրավարձը ինչ են սարքում ավտոմատ, մի հոգի ձայն չհանեց, ես այդպես էլ չլսեցի, թե էլեկտրատրանսպորտով երթևեկողները 50 դրամ, որ դառնում է 150 դրամ, ինչու ձայն չհանեց, ընդդիմադիրները որոշակի ակցիաներ, անհամաձայնություններ էլ չկա, ես այդ ընդդիմադիրներին ընդդիմադիր էլ չեմ համարում, էդ էլ Նիկոլի մեղքն է, որ վախտին չլուծարեց հանրապետական կուսակցությունը, նրանք էլ եկան մտան ազգային ժողով, որ նրանք ձայներ տարան, դե բնական է, ամբողջ ապարատը իրենցներ կարող էին ձայներ տարան, բայց եթե նա լուծարեր ժամանակին հանրապետական կուսակցությունը, այսքան բջիջներ չէին տա ու բոլորն են, որ նայում ես կենսագրությունները իրենց ընդդիմություն են համարում, ինչ ընդդիմություն, ժամանակին երբ որ ուտում էիք, բան էիք,
լավ էր, հենց զրկվեցի կերակրատաշտից դարձակ ընդդիմություն, ախր բավա ժողովրդի մեջ մի մասսա կա, որ արդեն այնքան է զզվել, ոչ ուզում է խոսել, ոչ ուզում է տանից դուրս գալ, ոչ ուզում է նայել, ոչ ուզում է դրանց անունները լսել, ասում եմ, այդ ծուր բերան փող քաղաքապետը ազգանն էլ չեմ հիշում, անուն էլ չեմ հիշում, ոնց որ չի երևում, երևի հանել են, երիտասարդ տղա էր, թլոշ էր, նա իրավունք չուներ խոսեր այդ էկրանից, Սանվել չէ, անունը չեմ հիշի։ Տիկին Արշակյան, եթե ամփոփենք այս իրավիճակը, փաստորեն թոշակների հետ կապված նորից խնդիրներ կա, տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան, կրթության, ոլորտի, աղբահանության հետ կապված խնդիրներ կան։ Մեր ամենօրյա կենցաղն է մտել։ Դրանցով բյուջե չես լցնի, թող թափ տանեն նախկին թալանչիներին, մեկ-երկուսին, ոնց որ հիմա իբր գրավում են, ինչ են անում, դրանց առգրավում են։ Հատիկ եւ վերցնում են եւ ներկայացնում են։ Միթե դա հարցեր չի լուծում, որ դուք նստել եք այդ քառակուսի մետրերի հաշվին, ուզում եք բյուջե լցնեք, ինչ եք ուզում անեք։ Այդ մարդիկ մեռն են պրծան, մենք մեր տանը բազմոցի նստած ինֆարկտ ենք ստանում այդ հեռուստացույց, դրա մեջ չենք ուզում լսել, նայել, ոչ մի հետաքրքիր կարևոր բան չեն ասի, իրանց գզվրտոցը մի կողմից, ժամկետանց բաները վեր կհանեն ու կսկսեն դրան տեսք տալ մի արճակատում, չգիտե, դրսից հարցակվել են մեր վրա առանցնել, ուր եք դուք էլ հարցակում ես խեղճ ժողովրդի վրա։ Իդեպ մեր ժողովուրդը չափազանց լավն է։ Ես այնքան մեծ կարծիք ունեմ մեր ժողովուրդը, ես այսօր նստած եմ կանգառում, ակամայից ձեռքս ծնկავს, կողքից կինը ցավում, ասում եմ, շատ է ցավում։ Վերջը այս կինը աղջիկներ ուղարկել, ինքն էլ բուժաշխատող է, ինձ հետո, որ մենք նույն տրանսպորտը գրեց, բերեց, որ այս սրանք շատ լավ օգնում է, այս դեղերը։ Այսինքն ունենք իրար սիրելու, իրար հանդուրժելու, իրար կարեկցելու, իրար օգնելու։ Ինտերնացիոնալ բարձրացա տրանսպորտ, 2 հոգի ինձ տեղը մի անգամից զիջեցին, ես դժվարությամբ եմ բարձրանում, առավել եւս քայլում այդ բանը մինչև։ Այդ դեպքում ինչ են կրթում։ Չգիտեմ, իրանք Եթե մենք կրթում են իրենք դրա կարիք մենակ ունեն, ուրիշ ոչ մեկ, մի մարդ, որ կանգնի ասի, ինքը դեռ կնոջ հետ զաքսավորված չի, օրենքից ես խոսում, գնա դու առաջին օրենքի դաշտ, ոնց ես դու են մեկին մեղադրում 50 տարի առաջվա կատարվածի համար։ Մի խոսքով մեր եկեղեցին մեծ ռեֆորմների կարիք ունի, որ ասում եմ նախաձեռնել էր մեր Գևորգ 5-րդ Չորեքչյան կաթողիկոսը, որը շատ նվիրյալ, շատ խելացի, շատ ճիշտ կաթողիկոս է, ու պետք է մի քիչ մտնել արխիվները, գտնել դրանք ու վեր հանել։ Թող հանեն քրիստոնեության մեջ այն պատվիրանը հատուկ, որ մի երեսիդ խփում են, մյուսն էլ դեմտուր։ Ես ավետարանական եկեղեցում մի անգամ ասեցի, մենակ դրա համար ես երբեք չեմ ձեր կառույցի մեջ մտնի, առաջարկեցի, ես այնտեղից նյութեր էի անում, լուսաբանում էի միջոցառներ եւ այլն, բայց ասեցի միայն դրա համար ես չեմ կարող, ոնց կարել է, մեզ ի սկզբանե ստրկացնում են, մեզ ի սկզբանե խեղճացնում են, բայց միևնույն է հայի ոգին այնքան բարձր է, այնքան մաքուր է, այնքան ազնիվ է, նրանք չեն կարող ինչ-որ բան անել, իսկ մի արհեստական վեճեր են գցում, ժողովրդի ուշադրություն են շահում, նա փաստորեն ինչ արեց Նիկոլը, իրենից որպեսզի հեռացնի կրակը գցեց կաթողիկոսի կողմը, որ թող գնան կաթողիկոսով զբաղվեն։ Կաթողիկոսի գործերը առանձնապես հետաքրքիր էլ չի։ Մանավանդ հիմա այնքան անհավատներ կան մեր երկրում։ Չհաշված աչից ձախից ինչքան լրտեսներ կան, ինչքան այդ ազերիկներ են ներթափանցում ստեղ։ Փոխանակ երկրի անվտանգության մասին խոսի, լուրումունջ նստած Ալիևը դիմացը իր երկրի դրոշը, հիշում եք, որ մտավ այն որը Մաքսային ինչ-որ ձեռնարկություն չասեմ, Մաքսայինի տեսչություններ, ինչ էր, ընդե մեկը հայկական դրոշի իբր ճմրտած էր գցել, ինչ էր, պատմություն սարքեց, ցուցադրեց, տեսեք, հա տեսանք, քո փափախն էլ տեսա, աշխատանքից էլ ազատվեց երիտասարդը, բայց հետո ուղեց, ինքը հանրության պահանջով Չէ, կարծում եմ իր խիղճը տանջեց, գուցե հանրության պահանջով, այդ մի սխալն ուղեց, այդ բոլոր սխալներ, թող իր փափախը հանի շպրտիսկի, մեր հոտաղները
60-ական թվերից հետո նման գլխարկ չէ, որտեղից է ճարել, ինչի այդպես ներկայանում է Մոսկվայում, իրան ներկայացնում են Ադրբեջանի, որտեղ փափախին էր նայում, ավտոմատ այդ մարդը այդպես ներկայացրեց, ու ինքը չի վիրավորվում, խեղճացած sense խղճուկ կեցվածքով մի քիչ նորաձևություն չէ, բան արարողակարգ գոյություն ունի։ Տարեք, մշակեք, ցույց տվեք, ոնց պիտի նա կանգնի, ոնց պիտի նստի, ոնց պիտի խոսի, ոնց պիտի այս թողել է ինքն, ինչ բառեր ասես, այն ազգային ժողովի ամբիոնից բարձրանում ասի։ Հարգելի հայրենակիցներ, նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Աշակյան, չեմ կարող այդ հարցը ձեզ չտալ։ Ամեն դեպքում մենք խոսում ենք եկեղեցի պետություն այս փոխհարաբերությունների կոնֆլիկտային վիճակի մասին։ Հունիսի 7-ին երկրի առաջին նախագահը հանդիպեց կաթողիկոսի հետ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ առաջարկեց իր աջակցությունը։ Ինչ աջակցության մասին է խոսքը, ինչպիսին կարող է լինել այդ աջակցությունը։ Չգիտեմ, ճիշտն ասած, ես միայն կադրը տեսա ու հեռուստաէկրանը փոխեցի, Ինչու չհամբերեցի գուցե հուսադրող չեմ կա։ Լևոն Տեր-Պետրոսյանը երևի միակ ներկայացուցչական նախագահն է եղել մեր երկրի, բայց նրա սխալներն էլ այնքան շատ է, ես չգիտեմ ինչով կարող է նա կաթողիկոսին այդ բաները թեթևացնի, հոգսը թեթևացնի, չգիտեմ, կարող է իմ նման առաջարկություն արել, ով գիտի, չնայեցի ես ու չեմ էլ պատկերացնում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ առաջարկություն պիտի անի։ Ես է առաջարկություն արել վախտին Նիկոլին, որ վերցնի արտոնությունները առաջին նախագահից, երկրորդ, երրորդ նախագահից, որ պետական հովանավորություն նրանք չունենան, նրանք չպետք է ունենան, նրանք բոլորն էլ մեր ազգի դավաճաններ են։ Սկսած Լևոնից հատուկ ծրագրեր իրականացող, KGB-ի այդ դարբնոցում թրծված բաներ են։ Դրանք չպետք է լինեին երկրի ղեկավար, դե թող բան անի, վերացնի, հանի այդ օրենքը, այս խեղճ ժողովուրդը, որը ապրուստի միջոց չունի, պահում է դրանց բոլոր ծախսերը, դրանց թիկնազորներին, դրանց բնակարանների, չգիտեմ ինչ է։ Աղբիվարձն են բարձրացնում, ինչ չունի, գուցե։ Դե ծիծաղելի է, էլի իրանք ներկայիս կառավարությունը ամեն ինչով սնանկ է, մտքով, նախաձեռնություններով, ասելիքով, չի կարելի, մի քիչ պետք է չափեն ձևեն իրենց դնեն դիմացինի տեղը, հասկանան մյուսների վիճակը նոր։ Ես այդ թող ժողովուրդը ըմպոստանում է, հրաժարական է պահանջում, թող ժողովուրդը պահանջի նաև այդ արտոնությունից զրկեն միլիարդատեր Սերժին Քոչարյանին եւ այս Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես չեմ կարծում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ փուշ կհաներ այդ կաթողիկոսի մատից այդքան մեղադրանքներ ունենալուց հետո։ Ինչ պետք է ասել։ Ինձ հետ չհետաքրքրեց։ Ես տեսա իրոք նստած էր այս էկրանի ձախում ինքն էր աչում կատա։ Ես ավելի արագ փոխեցի, որպեսզի չտեսնեմ, ոչինչ չլսեմ, մտածում եմ, ինչ ասելիք կա։ Իրա օրոք դա կաթողիկոս ընտրվեց Վազգեն Սարգսյանի ակտիվ միջամտությամբ, որ մինչև հիմա բոլորն էլ խոսում են, ասում են, ընդ լսում են, որ բանը պարլամենտում մարդ են սպանում։ Ու սա հələ շարունակում է իր լոլոներ մինչև ընտրվի, որտեղ դիտի երկրորդ անգամ իրեն չէին ընտրի։ Մի խայտարակ վիճակավ, ամենուրեք սրտացավություն է պետք, տիրոջ վերաբերմունք է պետք, մեր երկիրը տիրոջ վերաբերմունք չստացավ ոչ մեկի ժամանակ էլ, բացարձակ։ Մենք պատերազմում հայրենիքից մի մաս կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան եւ անկախ է։ Այդտեղ մենակ ծիծաղելու սմայլիկ պետք է դնել, ինքը հավատում է իր ասածին, մենք արժեքներ ենք կորցնում, հիմա ինքը նորա պետություն ստեղծել, պետությունը ստեղծվել էր, կար, 30 տարի շարունակ, ճիշտ է, ուժերը չմոբիլիզացրեցին, չկարողացան այդ իրենց հաղթանակը վերածեին արդյունքի, մենք հաղթող երկիր էինք, ընդ որում հենց այս Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ էր, որ չհասան մինչև Քուրարաքսյան ափը, եթե հասնեին բանը կամրագրվեր մեր հաղթանակը, ոչ մի բան չարվեց 30
տարի, 35 տարի շարունակ, որպեսզի մեր հաղթանակը ամրագրվեր, որպեսզի այդ տարածքները, մեր ազատագրված տարածքները ծաղկեին, շենացվեին։ Մինչև հիմա այդ բանը իշխանիկները ելույթ են ունենում, ինչ կառույց է, ինչ են ասում, բանը, էթնիկ զտում։ Ինչ էթնիկ զտում, այ ապուշներ, բնորանից մարդկանց հանել եք։ Էթնիկ զտումը այն դեպքում կլինի, երբ որ տարբեր բաներ են, ցեղեր են, ազգեր են եւ այլն։ Այս մարդիկ այդտեղ ամրացած էին հազարամյակներով։ Ոնց կարելի է այդ հողը կորցնելը, այդ մենք ձեռք ենք բերել, բայ ծիծաղելու էփած հավի ծիծաղել կգա, ինքը հավատում է իր ասածներին։ Այ որ դեմս կանգներ ես մի լայն կասեի, սա քո ասածների արածների համար։ Հիմա փորձենք ամփոփել, ինչ անել։ Ռեֆորմներ պետք է լինել եկեղեցում անհրաժեշտ են ռեֆորմներ։ Կուսակրոնությունը երկրի իրավիճակի հետ կապված պետք է հանվի ընդհանրապես կուսակրոնությունը, բանը։ Պետք է մեր հայ առաքելական եկեղեցին նորոգվի, ոչ թե 100-ամյա, չգիտեմ ինչ են տեզերական ժողովների ցուցումներով, չգիտեմ ինչ 1500 տարի նույն բանը կրկնում են, դա չի, ժամանակներ են փոխվել, այստեղ մենք արդեն գայլի երախում ենք հայտնվել, մնում է, որ մեզ կուլ տան, մեզ ինքնապաշտպանական բնազդ է պետք, ոչ թե կուսակրոնություն, եւ պետք է նայել անգամ քրիստոնեության այն պատվիրանները, որ մի երեսի ապտակում են մյուսն էլ դեմ տուր, ոչ, հենց սա պետք է հանել, նման արմատական փոփոխություններ են պետք, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, մեր ժողովուրդը արիացի ժողովուրդ է, հեթանոսություն տեսած ապրած, եւ թող չասեն քրիստոնեություն ընդունելով, մենք առաջադիմեցինք, ոչ, մենք հետադիմել ենք անսահման, ես միշտ ասել եմ ու ասում եմ, կրկնում եմ, մենք դառանք մատաղացու ազգ, որտեղ մեր հարցերը այնպես չէին կարող լուծել, բայց այսպես կարողացան լուծել, եկեղեցին պետք է իր դերում իր տեղում լինի, եկեղեցին թող պետության գործերին չմասնակցի, այլ որ խմբագրի իր այդ առաքելությունը, իր ֆունկցիաները, այդ դեպքում արդեն կիմանան ով որտեղ է, ում տեղը որտեղ է, իսկ Նիկոլը պատահական հայտնվեց, այդ մեծ բեռը վերցրեց ու չգիտի ինչ անի, ախր շատ փոսեր կան, շատ բացեր կան։ Տիկին Աշակյան, Նիկոլ Փաշինյանը ինչ որտեղ վտանգ տեսնում է հենց եկեղեցու կողմից իր հանդեպ եւ իր աթոռի։ Չեմ կարծում։ Իսկ հնարավոր է եկեղեցու այս իրավիճակը, որ այդպես շոուներ կազմակերպեց, վեր կացավ ամբիոնից քերեկին խաղացրեց, ես իմիշ, ախր երեխեքի ծիծաղն է գալիս, այս ինչ պահվածք է, սա երկրի ղեկավար է, ինչ է, թե չգիտեմ, մի խոսքով ծանր օրեր ենք ապրում, դժվար օրեր ենք ապրում։ Դեռ չգիտենք ինչ մարտահրավերներ կան։ Չգիտենք ինչեր կլինի, չի բացառվում, որ այդ զինվել պետք է, նես լավ բան էր ասել մեր Կարապետյան Սամվելը, մեր հուշարձանների պահապանն էր նա երբ գնաց ես ասեցի, մեր հուշարձանները որփացան, այնքան լավ միտք էր արտահայտել, ես տարածեցի վերջերս, ինքը արդեն լուսահոգի է, հողը թեթև լինի վրան, ասում է, մենք ինչ զենք գնել, մենք պետք է զենք արտադրենք, այս մի գաղափարը բավական է պետությունը շենացնելու, ամրացնելու համար, դու գնումներ կատարելու փոխարեն զենքը, մենք սեղ գիտնականներ ունենք, Հակոբ Ագանյան, դուք շատ եք խոսել, ջրածնային, այո, դուք մենք խոսել ենք այդ մասից, հա, մենք եւ խոսել ենք եւ նոր բան ինչ-որ շատ քիչ տեղ էր գրավում, հա, տեղ տուր քո ունեցած մտքի թռիչքները խեղդում են, սպանում են, բան են անում, ոնց որ կրտում են այսպես ասած։ Մեր հաղորդումը ավարտվեց, Տիկին Աշակյան, շնորհակալություն եմ հայտնում։ Ես մի բառ էլ պիտի շնորհակալություն ձեր հաղորդման միջոցով հայտնեմ մեր այն Ղազախ նառանին, որը հատիկ պատասխան է տալի Ադրբեջանի բլոգերներին եւ ինչ խորությամբ եւ ինչ իմացությամբ հիացմունքի արժանի է, ինչպես նաեւ Թենգիզ Ձեդոին վրացի։ Շնորհակալ ենք Տիկին Աշակյան այսօրվա մեր եթերին հյուրընկալելու համար։ Այգելի հայրենակիցներ, մեր ժամանակ ավարտվեց, մնացեք խաղաղությամբ, հետևեք զարգացումներին։